առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմայի նորակարգում եւ հետեւողականորեն, եթե լինում են այդպիսի դեպքեր, մենք արձագանք ենք ունենում, ընդ որում ուզում եմ հատուկ շեշտել, անկախ նրանից կա արտահոսք, թե չկա արտահոսք, որովհետեւ եթե դիտարկենք նաեւ նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումները կնկատենք, որ եթե առերևութության մակարդակում անգամ կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնան, բայց պիտի նաև փաստեմ, որ այս դեպքերը բացառիկ են համակարգի տեսանկյունից։ Ընդ որում սա ասում եմ ոչ թե որպես գերատեսչության ղեկավար, ով շահագրգռվածություն ունի ասելու, որ դեպքերը բացառիկ են, այլ ես հենվում եմ փաստական տվյալների վրա։ Անցած տարի էլ մենք ունեցել ենք տարբեր դրվագներ, երբ որ համացանցում տեղեկատվական մեծ աղմուկ կար, որ այս մարզում խոշտանգում է տեղի ունեցել կամ մեծ այլ մարզում խոշտանգում է տեղի ունեցել։ Ես որևէ գնահատական չեմ տվել, եղել է խոշտանգում թե ոչ, բայց ամբողջ համացանցը ողողված էր այնպիսի մտքերով, այնպիսի գնահատականներով, որ հաստատապես եղել է խոշտանգում, բայց հետո ամբողջ համացանցը լռեց այն ժամանակ, երբ որ մենք ունեցանք վարույթի կարճում։ Այսինքն ունեցանք հաստատված իրավիճակ, որ տվյալ պայմաններում չի եղել խոշտանգում։ Այսպիսի դեպքերը, այսպիսի վարույթներն են նաև ինձ մոտ համոզմունք ձևավորում, որ մենք իրականում գործ ունենք բացառիկ դեպքերի հետ, եւ այս բացառիկ դեպքերը արձագանք ունեն։ Ես նախաձեռնում եմ ծառայողական քննություն, հաղորդում եմ ներկայացում գլխավոր դատախազություն։ Նույն վերջին դեպքով, որը որ դուք մատնանշում եք, եղել է կոնկրետ ռեակցիա։ Անձը վարույթով ներգրաված է որպես մեղադրյալ։ Եվ անձի նկատմամբ կա նաև կիրառված խափանման միջոց։ Այսինքն, ինչ պիտի աներ պետությունը այս դեպքում։ Հաղորդում պետք է ուղարկվել իրավապահ համակարգ, ուղարկվել է։ Պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե տվյալները բավարար են, պիտի հանրային քրեական հետապնդում հարուցվեր, անձը ներգրավել որպես մեղադրյալ, մեր աշխատակիցը ներգրավել է որպես մեղադրյալ։ Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, ես կասեցրել եմ ծառայողի լիազորությունները։ Վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կարող է կիրառվել խափանան միջոց եւ անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց։ Վարույթը կընթաց կունենա եւ մենք բոլորս միասին կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կա այս տեսանկյունից, բայց ես ուզում եմ հատկապես շատ ուշադիր լինենք մեր խոսույթին, որովհետև այս բոլոր դեպքերի հետևում այո կանգնած են առերևույթ խոշտանգման զոհեր եւ այո կանգնած են ոստիկանության ծառայողներ, որոնք հանիրավի մեղադրվում են, տարբեր լուսանկարներ են տարածվում, մեր քաղաքացիները որոշում են հաշվեհարդար տեսնել մեր ծառայողների հետ եւ այսպես շարունակ։ Բայց այս երկու իրավիճակները պիտի շատ հստակ տարանջատվի։ Դեպք, որտեղ որ չկա ոստիկանի կողմից խախտում, բայց այո կա բողոք, այդ բողոքը պետք է ընդհանցքավորվի, փաստական տվյալներով պետք է հիմնավորվի, որ խոշտանգում չկա։ Եվ իրավիճակներ, երբ որ առերևութության մակարդակում կարող են լինել այդպիսի բողոքներ, դրանք ընդհանցքավորվում են, պետությունը համապատասխան ռեակցիա է տալիս եւ նորից եմ շեշտում, որ խոշտանգման դեպքերը մեր համակարգում այս պայծրությամբ բացառիկ են եւ դա թույլ է տալիս ինձ թույլ եմ տալիս նմանատիպ արձանագրում անելու, հաշվի առնելով թե վարույթային փաստական տվյալները, թե իմ օպերատիվ նաև ստուգումները տարբեր բաժիններում եւ տարբեր մարզային վարչություններում, եւ թե նաև հանրության վստահության մակարդակը, որը որ